այս իշխանությունը մեզ բերել է այս վիճակին, որ դեմ դիմաց նույն ժողովրդի մասնիկները կանգնած են, մեկը բերված, մյուսը արդեն եկել է սկսել աշխարհիկ ղեկավարին եւ նաեւ իրեն ծառայության մեջ գտնվող ցավոք սրտի որոշ սրբազաններին դակավին հրաժարական տվեք, հետո հրաժարական պահանջեք, եթե հայրենիքի եկեղեցու ժողովրդի իրավունքը շատ պահանջում է, բոլորը միասին թող հեռանան եւ վերանորոգվի մեր երկիրը, բայց ոչ թե միագոմանի եւ ոչ թե անիրավ եւ առանց իրավասության, մոռանալով սեփական վարկը, սեփական բարեվարկությունը, քարնեդել դիմացի մայթ։ Այո, կաթողիկոս սրբազանները վրիբել են անցյալում դարբեր չափումներով եւ ոչ անձնագանի մասին չէ իմ խոսքը, մեկը թող իր անձնագանը կարգավորի եւ ապաշխարի եթե պետք է, այլ նաեւ սխալներ եղել են, երբ իշխանությունը բոլոր նախագահությունների օրոք փորձել է ազդել եկեղեցու վրա, եկեղեցին էլ ի պատասխան նաեւ դիրքորոշում վերաբերմունք է ցույց տվել դվյալ գործող իշխանության նկատմամբ։ Դա սխալ է, դա բերել է այսօրվան։ Հիմա մենք հնարավորություն ունենք ի վերջո այս ահավոր գրեթե դժոխային իրավիճակում վերջապես տեսնել եկեղեցու եւ պետության դարանջադումը։ Եթե ճշգրիտ աշխատենք, ոչ հատվածաբաշտ, բայց քանի որ գա իր իշխանիկության գահին այս մարդը իր նպատակով, մենք պիտի ունենանք նման տեսարաններ եւ փոխանակ մեր պետական ապարատը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մյուս լավ տղաները պաշտպանեն սահման, քաղաքացու իրավունք, ապահովություն, իրենք այստեղ լցվել են մայրաթոր։ Ըստ իշխանությունները, որոնք ամենաշատն են ժողովրդավարությունից խոսել, ինչու են հենց իրենք ամենաշատը հակաժողովրդավարական գործողություններ ու գործընթացներ սկսում, իրականացնում։ Արդեն դա մեկնաբանությունից այն կողմ է, արդեն չի կարելի մեկնաբանել, իրենք այդ ընթացքի մեջ են։ Հիմա դա կանխամտածված է, ծրագիր է, արտաքին է, իներցիա է, դա մեր իրականությունն է եւ եթե փոփոխություն չունի իրենց կողմը, իրենց մայթում այս կահավիժումը պիտի շարունակվի նաեւ մայրաթորի շուրջ, եւ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը պիտի պաշտպանի իր սրբությունը, իր արժեքը, իր ազգային ժառանգությունը եւ պիտի աշխատենք սրանից հետո վերանորոգման գնալ, այո, վերանորոգման, բայց առաջի հերթին Հայաստանի Հանրապետության հրապարակից, հետո մայրաթոր, հետո ամեն տեղ թող գնա այդ վերանորոգումը։ Բայց գրկնում եմ, նրանք ովքեր պահանջներ են ներկայացնում, հրաժարական, ապաշխարանք եւ այն արագ իրենք պիտի գնան այդ քայլին, վաստակեն այդ բարոյական, իրավական հիմքը խոսելու, բայց այսպես կալ ասպատակել, ժողովրդին բաժան-բաժանանել, սա ի վերջո նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության առաջի, երկրորդ, երրորդը, իրենց չորրորդը արդեն ավարտի մոտ է։ Պարոն Հովհաննիսյան, 2018 թվականից օրվա իշխանությունը հատկապես թիրախավորում է վեհափառ Հայրապետի ինստիտուտը։ Սա ինչ բացատրություն ունի, ինչու հատկապես վեհափառ Հայրապետի ինստիտուտը։ Ես իմ պատասխանը միայն կարող է լինել դպավորություն կամ գուշակում։ Ես չեմ կարող մեկ դառնալ իրենց ներքին հոգու խղճի, եթե կա նման բան, իրենց մտածմունքների հետ։ Կարող եմ ասել, որ իրենց մոտ կա մի հատ ղեկավար, մի վարչապետ, մի ֆյուրեր, մի հոգևոր առաջնորդ եւ ինքը ունի կոնկրետ մեկ անուն, դա մի հոգի է։ Եվ նրանք ովքեր աշխատում են այդ մանրագերտից դուրս, խոսք են ասում ժողովրդին, խոսք են ասում միջազգային հանրությանը, որը վերաբերում է հայոց իրավունքին, մեր ապակային, ուրեմն դա արդեն անուտելի է։ Դա վեհափար է, դա լրագրող է, դա փաստաբան է, դա ընդրված համայնքապետ է, դա բարեգործ է, կապ չունի։ Բոլորին հասնում է այդ մոտեցումը եւ դա ինչ ասեմ, դա մատուցվում է, վաճառվում է որպես ժողովրդավարություն, ինչպես ասացիք, պատրաստում են ընտրությունների,
բադասպարվել հիբրիդ ինչ-որ պատերազմների դեմ, մինչդեռ իր հիբրիդի հեղինակները հենց իրենք են, եւ մենք այդ հիբրիդությունը հենց այստեղ տեսնում ենք այս երկու կողմի վրա։ Շնորհակալություն ձեզ։